Սփյուռքահայ երիտասարդ նորարարները կրկին միավորվել են հայրենիքում առաջարկելու տեխնոլոգիական լուծումներ։ Արդեն 6-րդ անգամ անցկացվել է ներուժ ակսելերացիոն ծրագիրը։ Սփյուռքահայ երիտասարդները Հայաստանում են ներկայացնելու իրենց գաղափարները, ծանոթանալու տեղական տեխնոլոգիական էկոհամակարգին եւ ստեղծելու նոր գործակցություններ։ Beauty industry-ի համար նոր տեխնոլոգի ենք ներկայացնում, որ օգնենք համ վարսավիրներին եւ համ սլանի տերերին։ Մեր ստարտափը խաղալիք սարք է երեխաների համար, ուղղվածությունը ժամանցային կրթական մեկ է զարգացնող։ Նիդերլանդներից Արթուր Կարապետյանի թիմն էլ ներկայացրել է պատեպատ ստարտափը։ Նպատակն է լուծել Հայաստանում տուֆի թափոնների հարցը։ Ամեն հանքից ամեն տարի 16000 կուբիկ մետր տուֆի թափոններ արտադրվում, որը հավասար է ավելի քան 1 միլիոն կուբիկ մետր թափոններ տարեկան սա Հայաստանի շրջանով։ Մենք այդ օգտագործում ենք, քանի որ տուֆը ունի porosity, այսինքն իր մեջ կա ծակեր, մենք իրան օգտագործում ենք ոնց զայնամեկուսիչ մատերիալ։ Դրանից ստեղծում ենք որը կարա տեղադրվի պատրի վրա։ Ներուժ 6-ին մասնակցելու համար այս տարի ստացվել էր 68 հայտ 18 երկրից, ընտրվել է 32-ը։ Ֆրանսիայից, Միացյալ Նահանգներից, Կանադայից, Գերմանիայից, Շվեդիայից, Հնդկաստանից, Ավստրալիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ռուսաստանից եւ այլ երկրներից սփյուռքահայ երիտասարդները Ծաղկաձորում մասնակցել են 6-օրյա ինտենսիվ միջոցառումների, վարպետության դասերի, անհատական մենթորության, միջազգային հեղինակավոր ակսելերացիոն ծրագրի եւ մշակութային այցելությունների։ Ներուժը շատ հետաքրքիր ծրագիր է դրսի ապրողների համար, հնարավորություն է տալի ոնց որ նոր բան սկսել հենց Հայաստանում։ Գտնվելով ստեղ էսպային հասկանում եմ ինչքան է կարևոր նեթվորքինգը, որովհետև շփվում եմ տարբեր երկրներից մարդկանց հետ ու հենց հայերի հետ։ Երկրորդ տարին անընդմեջ իր փորձառու մենթորներով եւ մասնագիտական ներուժով Plug and Play միջազգային հեղինակավոր ակսելերատորն էլ նպաստում է ծրագրի որակի եւ ազդեցության բարձրացմանը։ Ներուժը Սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների համար մշակված պետական ծրագիր է, որի նպատակն է մասնագիտական հայրենադարձությունը խթանելը, նորարար գաղափարներն ու պրոդուկտները հայաստանյան շուկա բերելը։ Բոլոր ստարտափերը գրեթե բոլորը փորձում են կիրառել արհեստական բանականության ինչ-որ գործիքներ իրենց լուծումների մեջ։ Իսկ լուծումները եւ ուղղվածությունները բավականին տարբեր են, այսինքն ստեղ կա եւ ֆինթեք, եւ կրթական, եւ բիոտեխնոլոգիական բավականին տարբեր եւ թվայնացման գործիքներ են առաջարկում։ Այս տարի Հայաստանը գլոբալ ինովացիոն ինդեքսում նախորդ տարվա համեմատ բարելավել է դիրքերը 139 երկրների ցանկում զբաղեցնելով 59-րդ տեղը։ Դա եւս ապացուցում է, որ ստարտափ էկոհամակարգը Հայաստանում զարգանում է, ընդգծում է տեխնոլոգիական բլոգեր Արտակ Սահակյանը։ Մենք բավականին լավ ենք նույն մեր նաև հարևանների շատ ու շատ երկրների համեմատ ու գնալով ավելի ու ավելի բարենպաստ պայմաններ ստեղծում ենթակառուցվածքների առումով, թե ծրագրեր, ակսելերացիոն ծրագրեր, թե վենչուրային ֆոնդեր եւ այլն, այսինքն ինքը իհարկե տեղ ունենք դեռ բարելավելու, բայց բավականին արդեն լավ նախապայմաններ է ստեղծած ստարտափ համակարգի զարգացման համար։ Ծրագրի ավարտին լավագույն գաղափարները ստացել են դրամաշնորհ, որը հնարավորություն կտա գաղափարը վերածել բիզնեսի, շուկա դուրս բերել եւ զարգացնել Հայաստանում։ Վրիուր Մկրտչյան, Արամ Հարությունյան, լուրեր։